Այսօր Աջափնյակի դատարանում դատավոր Արամայիս Ասատյանը հրապարակեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ծեծի փորձով մեղադրյալ Արա Բադոյանի մասով վճիռը։ Արա Բադոյանը դատապարտվեց 3.5 տարի ազատազրկման, որից կալանավարում կացկացնի 1 տարի 11 ամիսը։ Նկատենք, որ մեղադրյալ Բադոյանը թույլ չտվեց տեսանկարահանել իրեն։ Արդյունքում, երբ դատավոր Ասատյանը կարդաց վճիռը, Բադոյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ։ Լացի ձայներ, պարբերաբար ինչ պետք է անեն երեխաներս, այսպես էր կրկնում մեղադրյալ Արա Բադոյանը։ Պարզվում է, որ մեղադրյալ Արա Բադոյանի կալանավորումից հետո երեխայի մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել, եւ այս պահին նա հոգեբանական խորհրդատվություն է ստանում, եւ հոր ընտանիքի անդամների կողքին լինելը դրական ազդեցություն է ունեցել երեխայի հոգեբանական վիճակի վրա։ Այս փաստաթղթերը անգամ, ինչպես նշում է պաշտպանական կողմը, ներկայացվել են դատարանին։ Մեղադրյալ Բադոյանը ունի 2 երեխա, տան միակ աշխատողն է։ Ինչևէ, շտապօգնությունը ժամանեց, հանգստացող ներարկեց Արա Բադոյանին եւ հեռացավ։ Փաստ է մեկ բան. 2020 թվականի պատերազմի ավարտից եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի Հանրապետությունում զանգվածային անկարգություններ սկսվեցին։ Ծեծի ենթարկվեց Արարատ Միրզոյանը։ Դեպքից անցել է 5 տարի եւ մինչ օրս իրավապահները չեն գտել Արարատ Միրզոյանին կոնկրետ ծեծողներին, իսկ այսօր դատարանում դատվում են ծեծելու փորձ անողները։ Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 17-ին ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Բադոյանը 2020 թվականի պատերազմի դադարեցման պայմաններից դժգոհ մի խումբ քաղաքացիներ հետ հավաքվել է մայրաքաղաք Երևանում գտնվող Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային ժողովի վարչական շենքերի դիմաց, դրանց ներսում եւ Հայաստանի Հանրապետության վարչապետին հատկացված կեցավայրի մոտ, ուր կատարվում էին զանգվածային անկարգություններ։ Նույն հաղորդագրության համաձայն նա միացել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը, մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ ոտքով հարվածել վերջինիս։ ԱԱԾ քննչականը հայտնել էր նաեւ, որ կատարվածի միակ եւ վճռորոշ ապացույցը YouTube-յան տեսանյութն է, որտեղ սակայն չի երևում Արա Բադոյանի կողմից Արարատ Միրզոյանին հարվածելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը։ Ավելին, տեսագրության մեջ տեսանելի է ամբողջային իրավիճակ, խառնաշփոթ, բազում մարդիկ, այդ թվում նաեւ Արա Բադոյանը։ Ինչևէ, վերջնարդյունքում դատարանը վճիռ կայացրեց։ Բադոյանը մեղավոր է 3.5 տարվա ազատազրկման դատապարտելով վերջինիս։